Դպրոց, որտեղ անսովոր, բացառիկ ու ֆանտաստիկ ունակություններով արարածները սովորում էին, երբ դեռ չկար Հարի Փոթերի Հոգվարցը։ Այդ դպրոցում սովորում էին 7 տարբեր գալակտիկաների աշակերտներ։ Հոգվարցից էլ հին, զարմանալի այդ դպրոցի մասին գրել է ֆանտաստ հայ գրող Ռուսլան Սաղաբալյանը։ 7 գալակտիկաների դպրոցում աշակերտները սովորում էին ոչ միայն իրենց զարմանահրաշ ունակությունները կիրառել, այլև կառավարել, աստղանավեր, հասկանալ տիեզերական օրենքները եւ հաղթահարել միջգալակտիկական ճամփորդությունների բոլոր դժվարությունները։ Բայց մինչև այդ տեղի է ունենում անհավանական մի բան։ Մի օր դպրոցն անհետանում է ու սկսվում է ֆանտաստիկ դպրոցի տարօրինակ սաների տիեզերական, միջգալակտիկական փնտրտուքները։ Առեղծվածային նկարազարդումն արել է Մուշի տարօրինակ ճամփորդությունը գրքի հեղինակ Սոնա Բաբաջանյանը։ Ռուսլան Սաղաբալյան, 7 գալակտիկաների դպրոցը։ Երազի գիրք։ Բարի առավոտ, նորից Նյումեկ հրատարակչությունը եւ Երազ Projects-ը ներկայացնում են մանկական նոր գիրք։ 7 գալակտիկաների դպրոցը միջգալակտիկական դպրոցի մասին է, որի սաները սովորական աշակերտներ չեն։ Այո, գրքի մասին խոսելու ենք մանկագիր ֆանտաստ գրող, մուլտերի սցենարների հեղինակ Ռուսլան Սաղաբալյանի հետ։ Բարի առավոտ, պարոն Սաղաբալյան։ Ինչպե՞ս եք։ Բարև ձեզ, շատ լավ։ Դուք երբ եք ավարտել ձեր գալակտիկայի դպրոցը, պարոն Սաղաբալյան։ Իմ դպրոցը ես ավարտել եմ, հիմա հիշեմ սպասեք, 68 թվականին, 1968 թվականին, դուք երևի ձեզ համար դա արդեն Մեզ որ ֆանտաստիկայի ժանրից է դա թվում։ Ոչ այնքան շատ հեռու անցյալում։ 58 դպրոցներ, ռուսական դպրոցեր Ամիրյան փողոցին։ Պարոն Սաղաբալյան, այն ժամանակ ձեր դպրոցը նման էր ձեր գրքի դպրոցին։ Գիտեք ինչ բանն այն է, որ սեփական դպրոցը հիշելով եմ գրել, այդ ընդհանրապես պիտի Ես մի հատ ուսուցիչ ունեի բարձրագույն սցենարական կուրսերում Մոսկվայում Ֆրիդեր ազգանունը, ինքը շատ հայտնի սցենարիստ էր, շատ հայտնի, էկիպաժից սկսած գտամ Գարի Մայեզда, служили два товарища, շատ ֆիլմ, Շերլոկ Հոլմս, բոլորի սցենարիստներ, ինքը ինձ ասում էր, միշտ էր ասում էր, պետք չի հորինել, պետք է հիշել։ Պարզապես հիշում ես եւ ավելացնում ես քո ֆանտազիան, քո երևակայությունը, այո։ Պարոն Սաղաբալյան, ձեր դպրոցի սաները Հոգվարց դպրոցի սաներից էլ հին են, առաջ են եղել, այսինքն Հարի Փոթերից ավելի մեծ են, մի փոքր այդ ամենի մասին խոսեք։ Հա, ես Հարի Փոթերի մասին հետո իմացա արդեն 90-ականներին, որտեղ այն ժամանակ լույս տեսավ, իսկ 7 գալակտիկաների դպրոցը սկսեցի գրել 88 թվականին, 88-ին։ 90-ին լույս տեսավ կրճատված օրինակը։ Բարդ տարեթիվ եք ասում այս ֆանտաստիկ գրքի լույս ընծայնման համար 88 թիվը։ Այն ժամանակ ֆանտաստիկան շատ տարածված էր։ Շատ տարածված էր։ Ես հետ երազում էինք, որ մի քանի ֆանտաստ կար, ասենք Կարեն Սիմոնյանն էր, հետո Պերձեյթունյանն էր ֆանտաստիկա գրում։ Որ ասենք ֆանտաստիկան կդառնա լավ ավանդույթ, ֆանտաստիկա տպագրելը Հայաստանում, բայց հետո կտրվեց այդ գործը եւ հիմա առաջի անգամ եմ այսպեսի բան տեսնում, որ ինձ իհարկե ուրախացնում է, որովհետեւ գիտեք ինչ, քաղաքակիրթ ժողովուրդը ունի ֆանտաստիկա, քաղաքակիրթ երկիր ունի ֆանտաստիկա, ոչ քաղաքակիրթ երկիրը ֆանտաստիկա չի կարող ունենալ, որովհետեւ դա շատ կապված է ազատության հետ։ Ներքին ազատության հետ։ Ինչքան դու ներքին ավելի ազատ ես, այնքան երևակայությունը։ Դուք ինչպես եք արել, որ այդ տարիներին եղել եք ներքին ազատ։ Ինչն է ձեզ դրդել դրան։ Այդ հետաքրքիր հարց է, շատ հետաքրքիր հարց է, ինչն է դրդել։ Դե ես միշտ հակառակ, ես ինձ կոչել եմ պերպենդիկուլյարնի человек, հակառակ մարդ եմ եղել ամեն ինչին, ինչ որ շուրջից կատարվել է, ես հակառակն եմ։ Եք արդեն ձեր գալակտիկայի դպրոցը։ Այո։ Պաստորեն այդպես է եղել։ Հակառակը անելով դա ամբիցիաների բավարարում էր, դա ձեր ուղղակի ձեր ցանկությունների համընկնում էր։ Ասենք ինչ որ ավանդույթներ, որից դուր չի եկել Հայաստանում, Երևանում, չէ։ Ես հակառակն եմ։ Որոնք էին այդ ավանդույթները։ Ոյ, շատ ավանդույթներ կային, ինչպես կարելի ամուսնանալ, ինչպես զորնադահոլ եւ այլն, բոլոր տանել չէի կարողանում, Իդեպ, եթե անկեղծ ձեր ստիլն էլ է տարբերվում, ամեն դեպքում մենք տարբեր մարդկանց ենք հյուրընկալում, գրողներ, ֆանտաստ գրողի իհարկե քիչ, չգիտեմ, ձեր ստիլը դուք եք մտածում, թե ինչպես ձեր ժիլետը, գլխարկը, գունային գամը, շատ առանձնանում է, շատ հետաքրքիր է, այո։
Դա փաստում է Չի նաև նկատել։ Շատ լավ, ովքեր են ձեր դպրոցի սաները, որտեղ որ գրել եք, դուք համեմատել եք ձեր դպրոցական տարիներին։ Չէ, ինչ որ չափով իհարկե ես հիշել եմ ինչ որ կերպարներ, հիշել եմ, միշտ այդպես է լինում։ Ինչ որ կերպարներ քո կյանքից հիշում ես։ Եվ փոխել եմ այդ կերպարները, որտեղ իրանք տարբեր մոլորակից են, տարբեր հնարավորություններ ունեն եւ տարբեր արտաքին ունեն։ Դուք կաք ձեր գրքում։ Իհարկե գլխավոր հերոսը ես չէի կասկածում, բայց հերոսին մի քիչ հեռվից գա։ Բարոս Աղաբալյան, ինչքանով է կարևոր երեխաների համար երազել։ Արդյոք դա հենց մտքի ազատության մասին է խոսում։ Ես համոզված եմ, որ շատ կարևոր է, պարզապես շատ, որովհետև սահմանափակ երեխաները մեծանում են միայն բանով էլ, այդպես ասենք, Երևի թե կաղապարված, հա, նրանով թե ինչ այս դառն է տալիս նրանց, ինչ տալիս է, շատ սահմանափակ է։ Որ երեխաները թրջեն մտքով։ Այո, իհարկե անշուշտ է, որովհետև այդ է ուզում ասել, որ սովորական, ասենք, թեկուզ ռեալիստական գործերը, որոնց մեջ երազանք չկա, որոնց մեջ բան չկա, էլի ֆանտազիա չկա, դրանք չեն տալիս հնարավորություն մարդուն զարգանալու, չեն տալիս հնարավորություն։ Բանը ասում էր, շատ բաներ կան, ֆիզիկներ կային, գիտնականներ, որոնք ասում են, մեր զարգացանք իշնորհիվ ֆանտաստիկայի։ Արտասահմանում ֆանտաստիկան Արևմուտքում ֆանտաստիկան շատ զարգացած էր, ասում 90-ական, 80-ական թվով, 60-ականից սկսված, ասենք Բրեդբերից սկսված, սարսափելի զարգացած։ Որ երկրներն են, որոնք շատ հարուստ են, բայց այնտեղ ֆանտաստիկ գրականություն զարգացած չի։ Դուք ունեք տենց տվյալներ, օրինակ։ Իհարկե, օրինակ բանում Նորվեգիայում ֆանտաստիկա կա, երկու հատ գրող կա ֆանտաստիկ, ինչքան գիտեմ, բայց այդպես որպես ժանր զարգացած չի։ Ամենազարգացածը Ամերիկայում է։ Ամենազարգացածը։ Ամենազարգացած Ամերիկա։ Տեսեք, ինչու է նախատեսված 9 տարեկանից բարձր երեխաների համար։ Այ չգիտեմ, դա հրատարակչության խնդիրն է, իմ կարծիքով մանկական գրականությունը նրանով է լավ, որ ասում են մանկական գրականություն գրողի խորհուրդ են տվել, ասել են։ Կարծեմ Մարշակն է խորհուրդ տվել, թե Չուկովսկին, չգիտեմ կոնկրետ, ասել են մանուկների համար պետք է գրել այնպես, ինչպես մեծերի համար, բայց ավելի լավ։ Ավելի լավ։ Բայց ավելի լավ։ Ես միշտ դրան հակառակ ասել եմ, որ մանուկների համար պետք է գրել այնպես, որ մեծերն էլ կարդան հաճույքով։ Այսինքն։ Ես դրա համար իմ մոտ բան չի եղել, էլի կոնկրետ ասենք նշված մանուկների համար եմ գրում։ Չէ, ես գրում եմ այն ինչ որ ինձ հետաքրքիր է։ Բոլոր տարիքի երեխաների համար։ Պարզվում է, որ մանուկներին հետաքրքիր։ Ճիշտ է, որ բոլոր տարիքի երեխաների համար, այս մեծերն էլ են երեխաներ, ինչ որ։ Իհարկե, մեծերի մեջ երեխայությունը շատ ավելի շատ է, քան իրենց թվում է։ Դուք որ ունեք այդ երևական, դուք տեսնում եք, որ ձեր մոտ երեխական զգացողություններ եկել։ Իհարկե, էլ ինչքան։ Ինչ լավ, դուք խոստովանում եք։ Քանի ինչքան մեծանում եմ, այնքան ես հիմա բավականին մեծ եմ տարիքով։ Ահա։ Եվ քանի տարեկան եք, հեռուստադիտողներին հաստատ հիմա հետաքրքրելու է։ 74։ 74։ Նաև խոսենք գրքի նկարազարդման մասին, շատ հետաքրքիր է, միանգամից արդեն գրավում է։ Այո, հեղինակը ավստրալիահայ նկարազարդող Սոնա Բաբաջանյանն է, նույնպես շնորհակալություն, որովհետև իսկապես գրավիչ եք։ Ինչ շատ են նկարազարդել, բայց այդպեսին առաջի անգամ է այդ որակի, այդ Տեսեք, անգամ գրքի ներսում նկարազարդումներ կան, ինչ հետաքրքիր։ Անահիտ, ես առաջարկում եմ պատահական ինչ-որ մի էջ բացես, տեսնենք մենք դպրոցի որ դասարանի, որ էպիզոդում ենք հայտնվում։ Այո, գնացի։ Շատ անկախատեսելի պահ կլինի։ Պատկերացնենք հրաշքների գիրքը։ Հրաշքների գիրքը, այո, բացեցինք, աստղիկները մեջից դուրս եկան այստեղ։ Օ, հենց այստեղ։ Եվ Հասունության վկայականը։ հասունության վկայականի մոտ ենք։ Վկայականը մենք այստեղ ենք կարծես թե։ Այդ ստա զրելես, այո։ Այդ որ ուզում էր հասունության վկայական կարելի էր ընթերցել այդ լավ, արի ուրիշ էջ բացենք, մենք տեսնենք որ հատվածն է գալիս։ Տիեզերական օբյեկտ բավական է ասել, որ մենք կրաններ ենք մատակարարում բոլոր գալակտիկաներին։ Ինչ հետաքրքիր է սա, երեխաներին ինչպես կգամի, նրանք ովքեր չեն սիրում կարդալ։ Շատ կարևոր է, որ մի քիչ են երեխաներ, ովքեր չեն սիրում կարդալ մոտենան ընթերցանությանը։ Ինչ եք կարծում, ինչ խորհուրդ կտաք այդ ծնողներին, ովքեր նայում են ու բողոքում, նրանց երեխաները չեն կարդում։ Քիչ գadgetներ քիչ տալ ձեռքը, հա, որտեվ երեխաները դարձել են
հավելված գարջետների հավելված են դարձել եւ հենց այդ պատճառով չեն կարդում իմ կարծիքով չնայած ամբողջ աշխարհում դա տարածված է այսօր եւ Մոսկվայում նույն վիճակն է բայց պետքա այդ խնդիրը մի քիչ պետքա այդ խնդիրը լուծել է պետք որովհետեւ բթանում են ընդհանրապես ասեմ ձեզ մարդկությունն է բթանում ոչ միայն երեխաները Առավոտից երեկո հեռախոսում այո բթանում են մարդիկ Դուք կաք այս Հետո շոուների մեջ են մտել, հասկանում եք, հիմա երկու խնդիր կա։ Առաջինը շոու, մարդիկ ապրում են շոուներով, առաջ ապրում գրականությունով ավելի շատ էին ապրում։ Հիմա շոու է, թեկուզ թատերական շոու է, էստրադային շոու է, քաղաքական շոու է, բոլոր շոուների մեջ ենք մենք գտնվում։ Դրա համար գրականությունը շատ վատ է, իհարկե վատ է։ Գրականությունը անցել է երկրորդ, երրորդ պլանի։ Օ դա անվերահսկելի մեխանիզմ է, չէ՞, ես կարծում եմ, որ դրան ինչ որ մեկն է, նորագույն տեխնոլոգիա։ Դուք կաք օրինակ Facebook-ում, Instagram-ում, կա։ Instagram-ում չկան, Facebook-ում շատ կան, որտեղ ես ունեմ այնտեղ 2 թե 3000 հետևորդ։ Լսարան։ Դե բայց տեսեք դուք ել եք մասնակցում գadgetների ստեղծմանը եւ դուք ել եք։ Որտեղ մի բան պետք է ասես, քեզ պիտի լսեն։ Եթե գիրքը հրատարակվում է 500-300 օրինակով, ուրեմն քեզ չեն լսում կամ քիչ են լսում, չէ՞։ Պիտի մի բան ունենաս Հիմա ստացվում է, որ մենք այս գալակտիկայում անկախ մեզանից հայտնվում ենք հենց մի գալակտիկայում, որտեղ չենք ուզում։ Այստեղ դուք չեք կարողանում քամուն հակառակ գնալ, պարոն Սաղաբելյան։ Շատ տեղեր կա, որ քամու հակառակ գնալ հնարավոր չի, բարձրապես հնարավոր չի։ Իսկ կարող է մեծացել ենք դրա համար ենք այդպես մտածում։ Ինչպես։ Տարիքի հետ է գալիս այդ բանը, որ հնարավոր չէ երբևէ քամուն հակառակ գնել։ Չէ, գիտեք ինչ այնքան երիտասարդներ կան, որ քամու հակառակ չեն գնում։ Իմ տարիներին բազմաթիվ գրողնեությունում հերթ էր բանին կոմունիստական կուսակցության ընդունվելու համար հերթ էր երիտասարդ գրողների այսպես բանաստեղծների հետ առաջարկում էին մտնեիք կոմունիստական կուսակցության իհարկե առաջարկում էին ես չէի մտնում բայց չէ որ այդպես ձեզ ավելի 300 օրինակի փոխային 1000 օրինակ չէ ժամանակ առանց էլ մեծ էր տիրաժները ժամանակ մեծ էր կարճ բանով կարճ լույս էր տեսել ռուսերեն այս 7 գալակտիկաների դպրոցը կարճ վարիանտը հետո գրեցի հիմա շարունակում եմ իջալուց այս շարքը շարունակում այո շարունակում եմ լույս տեսավ 20000 տպականակով Ո՞րն է ձեր ամենասիրելի ֆենտեզի գործը Ֆենտեզի չեմ սիրում ես։ Դուք չեք սիրում։ Ֆենտեզի չեմ սիրում, որտեղ ֆենտեզին գիտեք ինչ է, ֆենտեզին ուրիշ բան։ Ուրսուլա Le Guin-ը, բանը, Tolkien-ը, այդ դրանցից սկսվեց, դրանք լավ գրողներ էին, հետարքիր գրողներ։ Դրանք բան տվեցին, առիթ տվեցին, որ բազմաթիվ գրամոլներ հեշտ է, ֆենտեզի գրելը հեշտ է։ Հասկանում եք, թուրը վերցրիր, գնացիր վիշապի դեմ, շատ հեշտ բան է։ Դրա համար բազմաթիվ գրամոլներ հիմա ֆենտեզի են գրում, հնարավոր չի դեռ ջոկեր որն լավ։ Իսկ ֆանտաստ գրողներից Իսկ ֆանտաստ գրողներից ամենալավը իհարկե ինձ համար մի ժամանակ իմ բանը Բրեդբերին էր իմ ամենա ես իրեն նամակ էի գրել, բան, երբ դեռ 16 տարեկան էի։ Հետո սկսեցի արդեն Ստրուգացկիների հետ, հետո ես չէի ինքս էլ չէի, հետո ժամանակ կգա, որ Ստրուգացկիների հետ կընկերանամ, իրանք ինձ կգրեն, ես իրանց կգրեմ։ Սկսեցի ռուս գրողների հետ շատ եմ շփվել, ֆանտաստների հետ։ Դա մինչև 25-30 տարեկանը։ Հետո արդեն ֆանտաստիկայից անցա պրիչաներին։ Պրիչա հայկական բառ չկա հայերեն, պրիչա կոչում են առակ, բայց առակ Վասյանել է։ Վասյանել է կոչում։ Դուք վախեցել եք մեծանալուց։ Չէ, բոլորովին, ընդհակառակ, երազել եմ, որ մեծանամ։ Հիմա ես զարմացա, ինձ համար դա սուրպրիզ էր, որ 74 տարեկան եմ, որտեվ բոլորովին ինձ այդ տարիքում չէի զգում։ Մեկ էլ հանկարծ ինձ ասացին, որ ես ձեզ հենց գալակտիկայից տեղեկացրեցին։ 74 տարեկան եմ, ոնց որ խաբեին ինձ, թե ինչ։ Դուք այս տարիքում ինչով եք զբաղվում, հոբիներ ունեք, չգիտեմ, ոնց է ձեր առօրյան։ Ամենևին 74-ը պատկառելի տարիք է։ Եվ ամեն երեկո երկու ֆիլմ եմ նայում ամեն երեկո ասենք Netflix-ա, HBO նման տեղերից թե ինչ կինոներ եք նայում քանի որ իմ երկրորդ կրթությունը կինեմատոգրաֆ կինոյի Մոսկվայում եմ ստացել ես կինոյի շատ սիրահար եմ շատ մեծ տենց է սիրահար եմ մնացել մի քանի մուլտեր ունեմ բայց բացի դրանից մի քանի կարճամետրաժ ունեմ բայց կինո շատ եմ սիրում դրա համար ամեն երեկո նայում եմ իսկ ֆիլմերում ամենասիրելի ժանրը ո՞րն է ամենասիրելի
լավ ֆիլմ։ Լավ ֆիլմ է, ժանրը այդտեղ չկա։ Չէ, բայց նկատեմ ձեր առօրյամ կա, որ դուք օրինակ դուրս եք գալի 2 կիլոմետր քայլում եք, սննդակարգին հետևում եք։ Չէ, այդ բանը չեմ սիրում։ Ասում են դա առողջարար է, դա ստիպում է մեզ։ Դա դե ռոբոտների համար լավ է, իհարկե, ես չեմ կա, ես էմոցիոնալ մարդ եմ եւ բան է, այսպես սպոնտաննի մարդ եմ, ինչ այսօր հաճելի է քայլեմ, վաղը չեմ ուզում քայլեմ, չեմ քայլի։ Ամբողջ օրը ինձ պետքա պարկել, պարկած կմնամ, պարկած կգրեմ, կոմպյուտերը կդնեմ բանը։ Հարմարացնեք, որ դուք աշխատեմ։ Ոնց որ հարմար է, այդպես էլ ինձ ապրում եմ ես։ Ես կարծում եմ, որ մեր բոլորիս համար կլինի հրաշալի, եթե իսկապես այո, մեզ բոլորիս համար հրաշալի կլինի, եթե ինչպես Հարի Փոթերն է, արդեն ունի իր սերիալները, նկարահանվի 7 գալակտիկաների դպրոցը գրքի հիման վրա։ Դրա համար պետք է Հոլիվուդ ունենանք։ Դրա համար պետք է այնքան երազենք, որ նաև ունենանք Հոլիվուդ։ Դե բայց պիտի ձեր գիրքն էլ մեզ նպաստի, որ այնքան երազենք, որ ամեն ինչ էլ ունենանք։ Եվ գուցե գիրքը հասնի Հոլիվուդ։ Պետք է երազենք։ Ինչ իմանանք։ Շնորհակալություն, ձեզ լավ օրենք ցանկանում։ Ձեզ շնորհակալություն։ Դե ինչ, մենք զրուցում ենք մանկագիր ֆանտաստ գրող Ռուսլան Սաղաբելյանի հետ, առաջին անգամ հայերեն են լույս տեսել նրա 7 գալակտիկաների դպրոցը գիրքը, ֆենթազի ժանրում գրված պատմությունը դպրոցականների համար է, գիրքը հրատարակել է Նյումեգը։ Եվս 2 գիրք, որոնք Նյումեգը հրատարակել է փոքրիկ ընթերցողների համար կներկայացնենք քիչ հետո։ Գրքի տրեյլերը դիտելուց հետո կխոսենք նաև գրքի մասին։ Տեսանյութը գովազդից հետո։ Հրաշագործ պապիկը կսովորեցնի կախարդական կողմնասույցի օգնությամբ թռնել հասնել խելահեղ արկածներով լի աշխարհ։ Էլով է ուզում իանալ նրանց ու մասնակցել մոգական ճամփորդության, նստել թռչող ցկների վրա, հայտնվել բացիկում պատկերված ոսկեգույն ավազով ծովափի, ավազե ամրոցներ պատրաստել ու պաղպաղակ ուտել կոկոսի ծառի տակ պարկած։ Կարող եք հեծել կովբոյների ձիերին, սահել լեռներից գահավիժող ձնահյուսերի հետ։ Իսկ գիտեք թե ով է հրավիրում կախարդական ճամփորդության երաժշտության լեգենդ Beatles ռոք խմբի երգիչ ու բարի պապիկ Փոլ Մակարտնի։ Մակարտնին իր գրքի վերնագիրն ընտրելիս բառախաղ է արել։ Այն կոչվում է Hey Granddude, Beatles-ի հայտնի Hey Dude երգի նման։ Նա փոքրիկ երեխաներին կտանի աշխարհի շուրջ պտույտի ու տուն կվերադարձնի հենց քնելու ժամին։ Փոլ Մակարտնի, Hey պապիկ, երազի գիրք։ Շնորհակալություն Սաթենիկ։ Տեսնում ես մայրը Սաթը, ախր ոգևորված է, նա մտածում է իր երեխաների մասին։ Դրա համար այսքան տարված է այս թեմայով։ Իսկ մենք իհարկե քիչ առաջ դիտեցինք Beatles-ի ամենակատար լեգենդար Փոլ Մակարտնիի գրած մանկական գրքի մասին տեսանյութը, գիրքը կոչվում է Hey Granddude։ Granddude, այո, երևի թե Hey Jude մոտիվներով երգի, ասաց որ բառախաղ է կատարվել։ Այո, Նյումեգային թարգմանել է Hey պապիկ։ Գրքի մասին զրուցելու ենք Նյումեգ հրատարակչության երազ մանկական մատենաշարի ղեկավար Գեղեցկուհի Գոհար Մանուկյանի հետ։ Բարի առավոտ։ Շնորհակալություն, որ այստեղ եք։ Մենք ենք շնորհակալ, որ հնարավորություն ունենք մեր գրքերը երազմատենաշարի ներկայացնելու, ինչպես գիտեք, 5 նոր գիրք ունենք այս անգամ։ Hey պապիկից սկսենք Փոլ Մակարտնի։ Սկսենք Hey պապիկից, հատկապես որ մեզ համար նորարարություն էր նման գիրք հրատարակելը, հանրահայտ Beatles խմբի մենակատար Փոլ Մակարտնիի գործն է, ինչն է հետաքրքիր, որ Փոլ Մակարտնին ունի շատ գրքեր, մանկական գրքեր, ինչ որ մի փուլից սկսած, որպես պապիկ որոշել է գրի առնել այն բոլոր պատմությունները, որոնք գուցե ինչ որ մի ժամանակ պատմել է իր թոռներին, քանի որ ունի 8 թոռ եւ հենց նրա թոռներից մեկի շնորհիվ է Hey Dude-ը հայտնվել, այնքան է ասել Granddude, վերջում մի օր էլ Dude, այդպես էլ դարձել է հայտնի այս գրքի վերնագիրը։ Մենք ասում ենք այ պապիկ, չէ՞, չգիտեմ, այ պապիկ, այ պապիկ, չենք ասում, չէ՞։ Hey պապիկ չենք ասում, այո, նաեւ մեր պապիկների հետ մի քիչ դժվար է օրինակ գնալ արկածների, իսկ այս գիրքը կարծում եմ որ կստիպի թորնիկներին, ստիպել պապիկներին, անել այնպիսի արկածներ։ Այնպիսի պապիկներ, որոնք շատ արկածներ, իրանք է շատ արկածներ։ Այո, իմ պապիկը այդպիսին չէր, բայց ստիպում էր գիրք կարդալ, բայց գնում էր չէր գնում արկածների։ Հուսանք մյուս պապիկները կգնան արկածների թորնիկների հետ, որովհետև շատ հետաքրքիր է այս գիրքը, թե ամեն մի էջը ինչ հետաքրքիր արկածներ։ Ինչի մասն է նրա, որ երեխաները երազեն
չգիտեմ, թռնեն մտքով, հասնեն մեծ բարձունքների։ Քանի որ մեր մատենաշարի անունը երազը, մենք շատ ենք ուզում, որ երեխաները երազ են, որտեղ բոլոր երազները կատարվում են, բոլոր երազանքները կատարվում են, ու մենք մեր երեխաների եւ մեր այն գրքերը, որոնք որ հրատարակում ենք, ուզում ենք ասել, որ պետք է երազել, բայց երազելուց առաջ ու հետո պարտադիր ընթերցել, որպեսզի երազանքները կատարվեն։ Այս գիրքն էլ օրինակ ոչ միայն երազանքների հետևից է տանում պապիկը, բոլոր արկածները միասին իրագործում են, միշտ իր 4 թորնիկները, որոնք որ պատկերված են գրքի վրա, վերադառնում են երազի 8 ունի, դե 8-ը չէին տեղավորվի, դա էլ մյուս հատորի մեջ է։ Հարևանները հաստատ այդ կարծիքը կասեին, չէ, եթե 8-ն ունի։ Բայց ինքն ասում է, որ այդ պապիկը որ կա, այո, բայց ասում է այն պապիկը, որին տեսնում եք հիպի պապիկը, դա ինքը չէ, չխառնեք, չշփոթեք BBC-ի հարցազրույցի ժամանակ, ասում է, որ ես այդ պապիկը չեմ, միգուցե իր երազանքների պապիկն է հայտնվել գրքի վրա։ Դե անցնենք Սերենելա շատ բարդ է, շատ երկար կտևի, որովհետև իտալացի երկու հեղինակների, այդպես ասենք, գիրքն է անհետագիտարանը, այստեղ արդեն երեխաներին փորձում ենք ծանոթացնել այն կենդանիների հետ, որոնք որ գտնվում են կամ անհետացման եզրին, կամ արդեն անհետացել են։ Գոր առաջարկում տեսանյութ դիտենք, որպեսզի ավելի արդեն շարունակենք, այո։ Դե ինչ Նյումեգը այն պատմում է անհետացած կամ անհետացման եզրին գտնվող կենդանիների մասին, եւ խնդրեմ դիտենք տրեյլերը եւ շարունակենք։ Նույնիսկ ամենաանհայտ կենդանին է պետք մեր մոլորակին, բայց քանի կենդանիներ են արդեն անհետացել ու նրանց մասին կարող ենք իմանալ միայն թանգարաններից ու գրքերից։ Օրինակ, դուք գիտեք, որ գոյություն են ունեցել հսկա պինգվին, հսկա մոա, կարիբյան վանական փոք ու նույնիսկ առասպելական կենդանիներ։ Եվ ելի շատ ու շատ կենդանիներ, որոնք բոլորը հայտնվել են անհետագիտարան գրքում։ Պատկերապատումը ուղևորություն է գոյություն չունեցող կամ արդեն անհետացման եզրին գտնվող կենդանիների աշխարհում։ Գիրք, որ կօգնի հասկանալ ինչու անհետացան բացառիկ կարևոր, գեղեցիկ ու տարօրինակ շատ կենդանիներ, ու ինչ անել, որ մոլորակի ոչ մի բնակիչ այլևս չանհետանա։ Անհետագիտարան, երազի գիրք։ Դիտեցինք երազ մատենաշարի նոր գրքերից մեկի անհետագիտարանի թրեյլերը, իտալական այս պատկերապատումը բնության երեխաների կապն է ամրացնելու, բնության ամեն մի մասնիկի մասին հոգ տանելու, գադջետներից նրանց վերացրեք։ Ահա, մոտեցրեք այս գրքի մասին մենք զրուցում ենք Նյումեգ հրատարակության երազ մանկական մատենաշարի ղեկավար Գոր Մանուկյան։ Գոր, արի երկու ձևով sense թերթենք, մի քիչ մեկնաբանի, համել ծնողների եւ երեխաների համար տեղեկացնեք, այս գրքին ենք մոտեցնում, այս նաեւ բնությանն ենք մոտեցնում, ու բացի նրանից, որ հեղինակները ներկայացնում են, օրինակ այստեղ բոլոր այն կենդանիներն են, որոնք կամ անհետացել են կամ հեսա կանհետանան, այո, նաեւ ամենավերջում պատմում է, թե ինչպես մենք կարող ենք օգնել, որպեսզի այս կենդանատեսակները չվերանան, ու նաև ինչն է հետաքրքիր, որ հեղինակը ուսուցիչ է, այսինքն շատ լավ գիտի երեխաների լեզուն, ճիշտ է, իսպաներենի ուսուցիչ է, բայց նրա բոլոր գրքերը, չէ, հայերեն գիտի մեր թարգմանիչը եւ թարգմանել է իտալերենից հայերեն։ Շատ բարդ էր այս ամենը ադապտացնել, որովհետեւ ինչպես ասած նկարազարդումները ամեն մի կենդանին, տեքստը պետք է հավասար ասել, երկրորդ հեղինակին կարդա, քեզ մոտ լավ է ստացվում, այո, ինքն է պատկերազարդել, առաջինը հեղինակն է, որի ունի մի քանի գրքեր եւ մենք էլ պատրաստվում ենք հերթով հրատարակել։ Գոր, ամենակարևոր հարցերից մեկը բոլոր ծնողներն են քննարկում, ինչ անեն գադջետներից հեռացնենք, թերևս դուք ձեր ծնողական համայնքում top թեմաներից մեկն է։ Ինչ անել հեռացնել։ Ինչ որ տեսնում են առաջին այդ հարցն են տալիս, եւ ամեն դեպքում երևի իմ բախտը բերել է, որ իմ երկու երեխաներն էլ շատ սիրում են ընթերցել ու շատ են կարդում, բայց ինձ թվում է ամենալավագույն օրինակը անձնական օրինակն է։ Եթե մենք մեր ձեռքում ունենանք գիրք երեկոյան, հետո իրանք կքնեն, մենք կվերցնենք մեր գադջետները, մեզ կստիպենք մի քանի ժամ, իրենք արդեն կամաց կկարդան։ Այսինքն նկատի ունեք, որ ծնողը օրինակ ծառայի։ Այո, օրինակ պետք է ծառայի եւ խանութ գրադարան գնալուց պարտադիր մեկ գիրք իր համար եք վերցնում, մեկ գիրք ձեզ համար եք վերցնում ու քննարկում եք։ Ամենալավը օրինակ շատ հետաքրքիր, երբ որ երեխայի հետ քննարկում ես, հաստատ իրենց կարծիքը, իրենց պատկերացումները այլ են։ Իրենք կարևոր են զգում ու նաև թե ինչ դիտարկում
քննարկումներ կանեն։ Դա է շատ հետաքրքիր, երբեք չես կարող մտածել, օրինակ դու այլ կարծիք ունես, իրանք այնպեսի բան կասեն, որ դու այլ աշխարհ ես բացահայտում քեզ համար։ Գոր շատ ժամանակ ծնողները ժամանակ չեն ունենում երևի թե հենց անձամբ ընթերցանությամբ զբաղվելու եւ այս բaragայում տուժում է սեփական օրինակի միտումը երեխաների մոտ ընթերցանության հանդեպ սեր զարգացնելու հարցում։ Այս բaragայում ինչ անեն։ Երեխաները կա այսպիսի մի ինչ-որ միֆ, երեխան կամ ուղղակի սիրում է, կամ ուղղակի չի սիրում, թե ծնողի, ինչպես ասում են, ամագը շատ կարևոր է սեր առաջացնելու մեջ։ Կա երեխա ու մարդիկ են այդպես, օրինակ, որ պատկերացնում են իրենց առօրյան, հոգնած գնում են տուն, պատկերացնում են, որ գիրք պետք է ընթերցեն։ Մեր շրջապատում էլ կան երեխաներ, դու հասկանում ես, որ ինքը սեր տաճել է այդ գրքի հետ, այսինքն բացում է գիրքը, անդադ իր կողքին է գիրքը, ուզում է մեջ բերի, մեկն էլ կա, որ շատ սիրում է բեսթսելերը, այդ սերիալը դիտել է, պարտադիր ուզում է գնի իր համար։ Ինձ թվում է նաև պետք է երեխայի ու ծնողի բախտը բերի ուսուցչի դեպքում, երբ որ ուսուցիչը խորհուրդ է տալիս, միասին դասարանում քննարկում են, եթե կա հայ հեղինակ, հրավիրում են հայ հեղինակին, եւ դա էլ է մեկ օրինակ։ Մյուս օրինակ Երազ Մատենաշարը հնարավորություն է տալիս բոլոր այն երեխաներին, ովքեր սիրում են ընթերցել, գալ նոր գրքերի թրեյլերները ընթերցել, միասին մասնակցել տարբեր քննարկումների, ձևաչափերը Կա նորմալ է, որ երեխան ընդհանրապես չի կարդում։ Ինձ թվում է ոչ, որովհետև հիմա ցավոք սրտի շատացել է ձեռքբերովի աուտիզմը, իսկ ձեռքբերովի աուտիզմը հենց նույն համակարգիչների, գադջետների պատճառով է, վատ է։ Ինձ թվում է ամենաառաջին թեկուզ օրը 2 էջ, 1 էջ պարտադիր պետք է կարդալ բոլորը, սկսած 5 տարեկանից, այո, վերջացրած մեր պապիկներից, քիչ առաջ ձեր դիմաց ինձ թվում է ամենահրաշալի զրույց, որովհետև մենք էլ ենք շատ սիրում մեր նոր գրողին, նոր հեղինակ է Նյումեգում, պետք է բոլորը կարդան, նույնիսկ մենք հիմա մեր բախտը բերել է Նյումեգում ենք աշխատում եւ գումար աշխատում ենք գիրք ընթերցելով կարելի ասել, բայց պետք է փորձենք պարբերաբար գոնե ինչ-որ մի բան օրվա ընթացքում ընթերցել։ Գոնե մեկ որը կօգնի։ Ես միշտ ասում եմ, պետք չէ շատ կարդալ, գոնե 5 էջ այսօր կարդում ենք, դնում ենք մի կողմ անցնում առաջ։ Իսկ ամառային փառատոնին նկատեցիք, չգիտեմ, երեխաների ողջավորվածությունը, վերջո սա այս ամենը նաև արվում է իրենց համար։ Այո, շատ հաճախ, քանի որ այո, միգուցե շատանում են երեխաները, բայց երբ որ մենք թվերով ենք հասկանում, այս տարի թե գրքերի վաճառքով մանկական մատենաշարը ունեցել է հաջողություն, շատ գրքեր են վաճառվել, մենք մոտեցել ենք Նյումեգի վաճառքների թվին մանկական մատենաշարով, 3 տարի կա մեր մատենաշարը, բայց արդեն հաջողություններ գրանցել են։ Երեխաները կարդում են ու նաև դա նրանից է, որ մենք ունենք տարբեր տարիքային արդեն գրքեր երեխաների համար։ Եթե սկզբում քիչ էին գրքերը, հիմա շատ է։ Ինչպես տարբերակ են իրենց երեխան քային տարեկան է ու ճիշտ ընտրություն կատարեն, որ եթե Երազ Մատենաշարից եք ընտրում, երեխան խնդիր չի ունենա, պտտում եք հետևը եւ գրածև քանի տարեկանի համար է, քանի բառ կա, հեշտ է։ Ոչ մի արգումենտ չունեք, որ ձեր երեխան չի կարդում։ Ոչ։ Դուք թակարդում եք, եթե դա չի կարդում։ Դե ինչ շնորհակալություն մեզ հյուրընկալվելու համար, ձեզ լավ օրենք ցանկանում։ Այո, ձեզ լավ օր, իսկ մենք սիրեցում ենք Նյումեգ հրատարակչության Երազ մանկական մատենաշարի ղեկավար Գոհար Մանուկյանի հետ։ Երազ մատենաշարը ընդամենը մի քանի օր առաջ ներկայացրեց 5 նոր մանկական գիրք, որոնք նախատեսված են տարբեր տարիքի երեխաների եւ պատանիների համար։ Դե ինչ, եւս 2 գրքի մասին դեռ զրուցելու ենք, դրանցից մեկի թրեյլերը դիտելուց հետո խոսենք նաեւ այդ գրքի մասին, տեսանյութը գովազդից հետո է։ Չէ պատահում, երբ անձրևաբույրամբը մտնում է բանաստեղծի քիթը։ Մի գեղեցիկ օր այդպես էլ եղավ, ու բանաստեղծը բացահայտեց բույրերի հարուստ ու բազմազան աշխարհը, որոնց մասին պատմում է բոլոր երեխաներին։ Ռումնավետ ու հոտավետ գիրք, մեծերի ու փոքրերի համար։ Ինչպես կան դրսում, տանը, ավտոբուսում, փողոցում եւ այգում տարածված բույրերը։ Ինչ հոտ ունեն ծովային քամին, հաղարժի թուփն ու քաղցր ելակը։ Կարդացեք գիրքը, որ վերջում կտնեք անակնկալը, գրքում թաքնված է ոչ թե երևակայական, այլ իրական բույր, որը կզգաք, եթե մատով շոշափեք ամենաանուշաբույր հատապտուղը։ Գեղեցիկ նկարազարդումներով ու իսկական հոտերով գիրք։ Լոտե Վիլմա Վիտինյա։ Պոետն ու հոտը, երազի գիրք։
Բարի լույս։ Պոետն ու հոտը այսպես է կոչվում Նյումեկ հրատարակչության մանկական գրքերից մեկը, որը լույս է տեսել ընդամենը մի քանի օր առաջ։ Գիրքը ամենափոքրիկ ընթերցողների համար է եւ որպեսզի նրանք կարողանան բույրերի միջոցով ճանաչել եւ բացահայտել աշխարհային էլ բույրերի։ Այո, պոետն ու հոտը լատվիական գրքի մասին զրուցելու ենք գրքի թարգմանիչ Նաիրա Խաչատրյանի հետ։ Բարի առավոտ, շնորհակալություն մեզ սրուն կարվելու համար, մեծերին էլ ենք շնորհավորում այս գրքի լույս ընծայման համար, կարծեմ դա լավ առիթ է, թե երեխաները կարդան, նրանք պիտի որ երջանիկ լինեն։ Որից ենք սկսում։ Պոետը եւ հոտը։ Պոետը եւ հոտը։ Սկսենք դրանից Լոտե Վիլմա Վիտին, այո, լատվիական գրականություն, ինչով է լատվիական գրականությունը առանձնանում։ Մանկական գրականություն իհարկե։ Լատվիական գրականությունը առանձնանում է նրանով, որ բավականին շատ ակտիվ է հիմա լատվիացի հեղինակները շատ են, գրում են, տպագրվում են, գնահատվում են, մրցանակներ են շահում, ոչ միայն տեղական, այլ նաև եվրոպական եւ աշխարհությունը մեծ է, այո։ Ընտրությունն էլ դրանով ավելի դժվարանում է, թարգմանչի ընտրության մասին է խոսքը, որովհետև երբ կա մի քանի բան, դու հեշտ ես ընտրում, բայց երբ որ կա 30-40 ամեն տարի նոր անուն գիրք, Պոետն ու հոտը Լոտե Վիլմայի հետաքրքիր է, ինչպես եք ընտրել հենց այս մանկական ստեղծագործությունը, երևի թե հաշվի առնելով նաև հայկական միջավայրը մեր երեխաներին։ Դուք նկատի ունեք պոետի քիթը, որ հայկականի են։ Օրինակ։ Չէ, ամեն տարի երբ ես լինում եմ Լատվիայում, մենք հանդիպումներ ենք ունենում հրատարակիչների հետ, գրողների հետ, եւ նրանք առաջարկում են իրենց նորույթները։ Երբ հանդիպում ենք այդ հրատարակչության ներկայացուցիչի հետ, ինձ շատ հետաքրքրեց, որ գիրքը ունի հոտ։ Բացի նրանից, որ երեխայի երևակայությունը շարժելու շատ լավ նյութ կա դրված գրքի մեջ, չնայած տեքստը շատ չի, բայց բավականին է։ Արդեն հետաքրքրեց, չէ՞, մի հատ տեսնենք հոտ գալիս է մեջից։ Շատ լավ հոտ է գալիս։ Իսկապես։ Երբ որ կարդաք էջերից մեկում, չէ, կոնկրետ նկար կա, որը պետք է տրորեք եւ զգաք հոտը։ Հասկանալի է, հեսա հերթով։ Ես չեմ ուզում ասել, թե դա որ նկարն է, որպեսզի երեխաների հետաքրքրությունը ավելի մեծ լինի։ Իհարկե, Դուք մեզ էլ պիտի չասեք։ Կա մի տարբերություն լատվիական գրքում ուրիշ նույն նկարները կրկնվում են, չէ, Սա չի։ չէ։ Հատապտուղ է, որը պետք է Լավ, մենք հեսակ փորձենք ինչ-որ մի բան անել։ Պատմեք, այո։ Բայց շատ սիրուն են նկարազարդումների, տեսակ տրամադրում են։ Նկարազարդումների հեղինակը նույն տեքստերի հեղինակն է եւ ինչպես տեսնում եք նրանք սենց դասական էսթետիկ ուղիղ գծերով եւ այլն նկարներ չեն եւ հոտերի մասին էլ պատմում է ոչ թե միայն լավ հոտերի մասին, այլ վատ հոտերի մասին նույնպես, որովհետեւ երբ դուրս ենք գալիս քաղաք, այգի անցնում ենք խանութների կամ խորտկարանների երեխան արձագանքի այդ հոտերին քաղաքակի։ Այո։ Ոչ թե որ այ փուֆ Չէ, առանց դրանց մեր կյանքը գոյություն չունի, կա եւ նա եւ նա։ Եվ այդ հոտերը բանաստեղծական շատ կոկիկ, մանկական լեզվով անգամ ասվելիք բանաստեղծությունների տեսքով ներկայացնում է։ Դու ունես 60 վայրկյան գտնելու որտեղ է հոտը թաքնված։ Հուշում եմ առաջին դարցեջին է։ Առաջին դարցեջին է։ Մենք դա կգտնենք։ Այո։ Հետաքրքիր է, Տիկին Խաչատրյան, ի վերջո շատ կոնկրետ հարց ենք, ինչու պետք է երեխաները տարբերակեն այդ հոտերը, ինչը պետք է սովորեն։ Մեկը նրանք ունեն այդ զգայարանը եւ տարբերակում են։ Ինչպես արձագանքեն դրան, ինչպես։ Քանի որ գիրքը մինչև 6 տարեկան երեխաների համար է, նրանք այդ տարիքում դեռ գտնվում են աշխարհընկալման, աշխարհը ճանաչելու տարբեր փուլերում։ Երբեմն երեխաները ուզգում են միգուցե ինչ-որ հոտ, բայց չգիտեն դա ինչի հոտ է։ Օրինակ, խունկի հոտը երեխայի մոտ կարող է շնորհավորում եմ։ Իրոք։ Բայց չենք ասի որ մեկի հոտնա, որ այո, մի ասեք, որպեսզի կարդան եւ գտնեն եւ դրանով հետաքրքիր պետք է հասկանան որը։ Եվ հետաքրքիր է, որ այդ հոտը օրիգինալ գիրքը ես ունեմ,
արդեն քանի տարվա գիրք է, բայց այդ հոտը միևնույնն է կա։ Գալիս։ Չի մնում է։ անցնում։ Այդ այն ժամանակվա քիմիաներ, լավն է։ Միգուցե։ Այդ կարող է եւ շատ արագ ցնդի եւ Չէ, չեմ կարծում, որ Նյումեգը մատների արանքով են արել այդ խնդիրը, կարծում եմ դա էլ երկար հատկապես որ ճիշտ տեղում են դրել, չասեմ էլի։ Այո, չէ, մի լատվիականի եւ հայկականի տեղերը տարբեր են։ Հասկանալի է, դե ինչ պոետն ու հոտը միակ լատվիական գիրքը չէ, որ թարգմանել է Նայրա Խաչատրյանը եւ առաջարկում ենք հիմա եւս դիտել մի տեսանյութ, որից հետո արդեն կշարունակենք եւ կզրուցենք մյուս գրքի մասին։ Մյուս գրքի մասին, այո։ Ուզում է դառնալ պապիկ, բարի, ճերմակ մազերով, մեծ ձեռքերով, իսկական պապիկ։ Փոքրիկ թոռնիկը կամակոր է ու անհամբեր, էլ չի դիմանում, թե երբ է մեծանալու, որ իր պապիկի պես դառնա։ Մի առավոտ կատեն որոշում է սկսել իր արկածային ճամփորդությունները դեպի պապիկություն։ Նրան դուր է գալիս, որ պապիկները չեն շտապում, բարի են ու կատարում են երեխաների ցանկությունները։ Փոքրիկը որոշում է դառնալ պապիկ առանց մեծանալու։ Նա ուզում է դառնալ իր պապիկի լավագույն ընկերը ու պապիկական գործեր անել։ Անում է հասկանալ, թե ինչպես, ախր գոնե ճերմակ մազեր ունենա։ Պատկերազարդում, որը կարտնասնի երեխայի մեջ թաքնված իմաստություն է եւ պապիկի սրտում ապրող երեխային։ Սիգնևը շկա, կատեն ուզում է պապիկ դառնալ։ Երազի գիրք։ Յումեգ այսօր ներկայացնում է միանգամից 5 նոր մանկական գիրք, մենք դիտեցինք կատեն ուզում էր պապիկ դառնալ, գրքի թրեյլերը, թե ինչի մասին է գիրքը, սա արդեն 5-րդն է, կրկին կխոսենք գրքի թարգմանչին Նայրա Խաչատրյանի հետ, նորից բարի լույս, եւ կատեն ինչի է ուզում պապիկ դառնա, որտեղ արդեն ժամանակն է։ Ոչ իհարկե, դա կարծում եմ կատեի սիրո արտահայտման ձևն է դեպի իր պապիկը։ Գրքում հետաքրքիր է, որ պապիկը բավական պասիվ պապիկ է, ինքը անում է ինչ անում է, իսկ կատեն ակտիվ մասնակիցն է այս պատմության, կատեն հետևում է, կատեն ամեն ինչ նկատում է, կատեն ինչ պետք է ինքնուրույն անում է։ Կարող ենք ասել, որ սերունդների ճիշտ փոխհարաբերությունների ուսուցման մասին է։ Միանշանակ, հենց այդ մասին էլ այս գիրքն է, որ տատիկներն ու պապիկները թոռնիկների հետ անպայման պետք է շփվեն։ Ճիշտ է, հիմնական հմտությունները, գիտելիքները եւ այլն ձեռք են բերում ծնողներից երեխաները, ճիշտ ընտանիքների մասին է խոսքը, բայց պապիկներն ու տատիկներն ունեն յուրահատուկ դեր դաստիարակման եւ աշխարհընկալման նաեւ հարցերում։ Այս դեպքում կատեն ինքնուրույն որոշում է այդ հարցերը, լուծումները տալիս է, ձեռնոցները հագնում, որ պապիկի պես մեծ ձեռքեր ունենա, պապիկի որ ուզում էր պապիկ դառնալ թերթեսանալի։ Պապիկի գրպանից ինչ որ պետք է վերցնում եւ դնում է իր գրպանը, որպեսզի ինքն էլ պապիկի նմանվի։ Այդ կատեն մազեր է պատրաստում համապատասխան։ Միանգամից ախր բացում ես գիրքը ու լրիվ ուրիշ աշխարհում հայտնվում։ Անահիտ, մի պահ մանկացար, կարծես։ Այո, ես մենք խոսում նկարազարդումների հեղինակը շատ հայտնի նկարազարդող է լատվիացի Էլինա Բրասլինյան, որի նկարները շատ հաճախ նկարազարդած գրքերը շատ հաճախ ստանում են մրցանակներ եւ շատ սիրված է եւ շատ հետաքրքիր նկարներ։ Միայն այս գույներով երեխաները որ տարվեն, սմարթֆոնների փոխարեն, չգիտեմ, կես ժամ անցկացնեն այս գրքի առաջ նայեն այս նկարազարդումները, աչքերին օգտակար կլինի։ Հետո ակտիվ երեխաները նակ երբ որ նայում են նման նկարազարդումներ, թվում է թե երեխայի ձեռքով արված նկարներ են։ Այո, խզբզած կարծես թե։ Վստահություն կարող է ձեռք բերեն, որ իրենք էլ կարող են այդպես եւ փորձեր անել եւ բացահայտեն, որ միգուցե իրենց դա դուր է գալիս եւ կարող են իրանք էլ նկարել եւ Գուցե մասնագիտություն դասում։ Դուք հիշում եք ձեր ժամանակաշրջանի նկարազարդումներից ինչ որ մի պատկեր, որը դաջվել է, չգիտեմ, ինչ որ մի մոնակ փոքրիկ իշխանի նկարը ինձ մոտ հիշողություններում կա ինչ որ տենց բաներ։ Փոքր իշխանի նկարազարդումները հայկական չեն եւ դրանք դասական նկարազարդումներ են, համաձայն եմ։ Հայկականը։ Իսկ կար ժողովրդական հեքիաթների ժողովածու, կար Հովհաննես Թումանյանի հեքիաթների ժողովածու, Սասունցի Դավթի նկարազարդ ինչ որ բաներ կար, որոնք այնքան էլ չէին տպավորում, որտեվ բավական վախենալու դրվագներ կային դրանց մեջ։ Եվ ես, որպես երեխա եւ ընթերցող,
նկարները շատ ժամանակ աշխատում էի Բայց սովետը դրան ուշադրություն չէր դարձրել։ Միգուցե սովետը գտնում էր, որ այդպես է ճիշտ, եթե վախենալու հեքիաթ է հրաշապատում է, միգուցե այնտեղ ինչ որ դևեր կան, կախարդներ կան եւ այլն, հենց այդպես էլ պետք է ցույց տրվեր։ Ես ուզում եմ այստեղ մի շատ Հուզվեցիր, Անահիտ, մենք այս ընթացքում տեսանք, որ Անահիտը աչքերը թեթև Եվ ուղղակի լցրել է։ իմ պապիկին, այո, հիշեցի, ասում եմ, այստեղ պապիկները երբեք չեն շտապում։ Նրանք իրենց գլխի վրա սպիտակ ամպ են կրում եւ օրերն առաջ են գլորում այնպես, ինչպես իրենց է դուր գալիս։ Շատ լավներ, այո, ինչ խոսք, անկեղծորեն հետաքրքիր էր։ Սա կարծում մեծերներ են լավ։ Պապիկների կյանքի ռիթմը երբեմն համընկնում է երեխաների կյանքի ռիթմին։ Մանկության ինչ որ մի հատված է, այո, որ երբ մանավանդ միասին են իրենք անցկացնում, այդ ռիթմերը իսկապես համընկնում են։ Այդ քաղցրությունը ես ասում եմ, երբ է պապիկը կամ տատիկը աշխատանքից գալու, որ միասին զբաղվեք առօրյա գործերով, բայց որը քեզ համար ուղղակի արկածային է։ Գիտի տարիներ Անահիտ չէ։ Եվ գրքում վերջում, երբ որ Կատեն ասում է, որ ես ուզում եմ կերպարանափոխված իր կարծիքով պապիկ դարձած գալիս է պապիկին ներկայանալու, եւ բացատրում եմ, որ ես էլ եմ պապիկ, պապիկն ասում է դե արի կաթ խմենք։ Ասում է իսկ դա պապիկական գործ է, ասում է իհարկե։ Դրանով, հա, տեսնում ենք, որ պապիկը ընդունում է երեխայի երևակայությունը, երեխայի ձգտումները, ինչ որ խնդիրներին լուծումներ տալը այդ ձևով, ինչպես որ Կատեն է անում։ Եվ փաստորեն գիրքը ոչ միայն փոքրիկների համար է, այլ նաեւ հենց մեծերի։ Միանշանակ 0-ից 6 տարեկան երեխաների համար նախատեսված գրքերը միշտ մեծերի համար են։ Որովհետև երեխաները այդ տարիքում հազվադեպ են լինում, որ կարողանում են ինքնուրույն կարդալ։ Այո, անչափ շնորհակալություն Նեսրուն Կարվերա։ Վերջում պապիկ եւ թոր լիտվերեն ինչպես կլինի։ Պապիկ եւ թոր, պապիկը 6 steps, թոր mazdels կամ mazmeita, թորնուհի թոր։ Իրար հետ ինչպես է լինում։ 6 steps un mazberni։ Որի մոնա այսքան բարդ չենք հարցնի։ Անչափ շնորհակալություն, ձեզ լավ օր ենք ցանկանում։ Շնորհակալություն։ Եվ հիմա մենք նոր զրուցում ենք լատվիերենի թարգմանիչ Նաիրա Խաչատրյանի հետ, նա թարգմանել է Նյումեկ հրատարակչության 2 մանկական գիրքը եւ այսօր արդեն Երազ Մատենաշարանը ներկայացրեց միանգամից 5 նոր մանկական գիրք։ Դրանք նախատեսված են ամենափոքր ընթերցողների ու պատանի ընթերցասերների համար։ Գիրքը մի քանի օրից կարող եք ձեռք բերել գրախանութներից, հիշեցնենք դրանց անունները։ Ռուսլան Սաղաբալյանի 7 գալակտիկաների դպրոցը, Փոլ Մաքարտնի Հեյ պապիկը անհետացող կենդանիների մասին անհետագիտարան պատկերապատումը եւ 2 լատվիական գրքի գրքեր 2 ամենափոքրերի համար իրական բույր ունեցող Ուտեն եւ հոտը եւ Կատեն ուզում է պապիկ դառնալ գրքերը։ Դու շունչ կասի այսքանը որ ամեն ինչ էս լինի։ Դե ինչ, մենք գրքերը կարող եք գնել գրախանութներից կամ պատվիրել Yeraz.newmek.am կայքից գնեք, թող ընթերցեն ձեր երեխաները, հարստացնեն իրենց գիտելիքները, պաշարը երևակայությունն այդտեղ շահում եք բոլորը։ Դուք հանգստանում եք, նրանք խելացի են դառնում եւ ավելի ինչ ընկնում է տեղը։